90-ականները YouTube-յան ալիքը, Սովետ ակումբի հետ համատեղ սկսում են ականավորները զրույցների շարքը։ Այսօրվա մեր հյուրին ներկայացնելու կարիք չկա, այնուամենայնիվ կասեմ։ Սիրված եւ տաղանդավոր դերասան Ռաֆայել Երանոսյան։ Այսինքն արաբասենցի չէ՞։ Հապա սպիրտը բերում։ Արաբասենցի են խմում, բայց մենք ներկայացնենք էլի մեր հյուրին չնայած ներկայացնելու կարիք էլ չկա, որովհետև ինքը մեր հյուրը չի, ինքը մեր ընկերն է, Ռաֆայել Երանոսյան, բոլորի կողմից բոլորի հայոց ազգի եւ ոչ միայն հայ ազգի կողմից շատ սիրված դերասան, մարդ, կարևորը առաջնային եւ ընկեր։ Բարև Ռաֆոկ ջան, բարև։ Ասում մի հատ բարև, ասում չնայած սեղանի վրա չէ բարև։ Վերցրեք խմենք ես մեր հանդիպման կենացը։ Սպիրտը մի անգամ երկար սպասված հանդիպման համար։ Ոնց է ափսոս։ Շատ լավ, մենք լավ ենք, մենք ուզում ենք որ դու էլ շատ լավ լինես ու գիտեմ որ լավ ես, Ռաֆ ջան, մենք գիտես երևի մեր ֆորմատը ինչ։ Հա, ոչ չգիտեմ։ Լսում ես ականները։ Նայ, ես sense մի հատ պահ կա այդ իմ մոտ։ Ընդհանրապես մտնոլորտը ստեղծում ես դու։ Դու կարող ես նստես շատ ասենք այսօրվա ժամանակից ինչ-որ մի հատ սրահում, բայց դու քո մտքերով, քո պատմություններով հանդիսատեսին Ստեղծես այնպես մի հատ մտեղ տանես, այնպես մի հատ անկյուն տանես, որ այդ մարդը իրոք եկե նստի, մի քիչ մտորի, ինքը իհարկե այսօր կարողանում են մտորեն, շատ քիչ է, չէ՞, դες մնացել են մտորողները, մտածեմ ու տենց գնամ, իրանք են գնան, ասենք իրանց այն լավ օրերը, այն երիտասարդ տարիները, չնայած որ ասում եմ ես երևի թե այն մարդկանցից եմ, որ շատ չեմ սիրում ապրել անցյալով։ Ես անցյալը հիշում եմ, անցյալով, բայց անցյալում լավ բաներ կան հիշում։ Նայ, հիմա էլ կա շատ լավ բան կա, դրա համար եմ ասում։ Դե հիմա հետո դառնում է անցյալ, հետո արի հիմա մի հատ որ լսես միջև որ հացատրեմ, sense միշտ լրագրողները կտրում են կեսից։ Ես լրագրող չեմ, ես կոնկրետ։ Ասա։ Նայ, այն մարդիկ օրինակ որ կան, չէ՞, մեր իրականության մեջ կան։ Արա դե այն ժամանակ, արա դե այն ժամանակ, այն ժամանակները բոլորս էլ ապրել են։ Գիտենք, որ այն ժամանակները ունեցել են լավ որովհետև այն ժամանակ մենք երիտասարդ էինք։ Իրոք, դրա համար ենք։ Հիմա էլ ես ապրում եմ էսենց, այն ժամանակներ այդ ամուր հիմքի վրա հիմնված ապրում եմ ներկայով ու ես նպատակս դնում եմ դեպի ապագան։ Որ իմ ապագաները տենց լավ լինեն, որ ես ապագաները տենց լավ կարողանան վայելել։ Իհարկե, լավատես մարդ չեմ կարողանում ընկալել եմ մարդկանց, ովքեր որ միշտ տենց արա դե այն ժամանակ։ Ես այս վերջերս էսի ներկայացման մեջ դրա մասին երևի թե կանզադառնամ, թվով 4-րդ ներկայացման մեջ, ասում եմ նա 90 ինչ է ներկայացման։ Տակտիկներ չբացեն։ Հա, նորա։ Ոստի Փարլեվանի մասին, չի՞ նորից չեմ մարդացել այդտեղ։ Հələ գրվում է։ Հələ գասնենք։ Զարմացա։ Որտեղ մխիթարը արջալ իրականում այն անձնավորությունն է, որ իմ բոլոր ներկայացումների մեջ իր ձայնը լսվում է։ Ես գործող անձ եմ, այնտեղ ձայնով, հա։ Այս վերջերս մի պատենց իմ մեջ նստել էի, տենց դեռ ասեմ չէ տարիքը թե գալիս է մի քիչ ուրիշ ձև է, չէ՞ սկսում արդեն կյանքը, օրը, լույսաբացը, մայրամուտը մի քիչ ուրիշ ձև է սկսում ընկալել։ Ասեն նայ, մենք միշտ ասում ենք 90-ականները ինչ լավն էին, ինչ լավն էին։ Լավն էին միգուցե նաև երևի մեր համար, որովհետև մենք երիտասարդ էինք, բայց հենց մեր մամաներն ու պապաներն ու պատկաստում եք այդ տարիներին իրանք ամեն գիշեր մտածեն առավոտ այս ընտանիքին ինչ պետք է կիրառեն։ Առավոտ պապան մտածել որ դուս գնա ցախ բերի, որ հասկանում ես։ Դե մի քիչ պատմի էլի պապայի։ Ոնց էր։ Նայ, ես մենք գյուղում էինք ապրում։ Ես գիտեմ, դուք 3 եղբայր եք։ Մենք 3 եղբայր, 1 քույր, այո, մենք 90-ականներին ես ասա միջև այստեղ գալը ճանապարհին, ասում եմ իմ մոտ տենց այդ դեժավյուն սկսեց աշխատել ու ես հիշեցի 90-ականները։ Այդ ցեխոտ, այդ ահավոր ցուրտ ձմեռները, հիշում եք այն ժամանակ ինչ ցուրտ էին գալիս ձմեռները։ Շորչը դուրս եկել։ Ցուրտ մի շատ կարևոր պատճառը, որովհետև ոչ կարողանում էինք տաքացնենք դրանք։ Բայց ինքնիանով էլ ցուրտ էր։ Շորչ ունեինք հագնելու, հիշում տարին չեմ ուզում հիմա ամեն ինչ ունես։ Բայց ձուն չի գալիս, ձնին կակա ենք ասում, բանը։ 90-ականների իմ այդ մանկությունը, դե 10 տարեկան երեխա, ինչ էր մեր բանը գործը առավոտ խաղայինք, մեր գյուղում, ուրեմն սենց էր, թոնիրը որ վառում էին, նախ մեր բոլոր հարևաններն ունեին թոնիր, մեր հարևաններից մեկի զալը
մեծ էր, որովհետև այն ժամանակ այդպես բան կար, չէ՞, զալերը շատ մեծ էին սարքում, որովհետև քնուն կացել Հարսանիքան հյուրերն են, որ պետքա բարեկամները գան, բա պետք է զալում այդ դոշակները դրվեր, բարեկամները իրար հետ մնային, որի նույնիսկ մի տեսակ հաճելի էր, որ դու ուրախանում էիր բարեկամները գան, որովհետև այդ գիշերը տաք է լինում, որովհետև բոլորը շնչում էին, իրար կողքին քնում բան եւ այլն։ Իրար հենված բան չէ, այդպես պարկում քնում էին։ Այդ զալում գունդը հացի գնդերը շարում էին շատ, երևի որ չասեմ երևի գնա մի 500 հատ լաբաշի գնդերը շարում էին ու մենք երեխեքով կրում էինք այդ գնդերը, ասենք թխում էին 5 հարևան էինք, 5 հարևան թխում էր իր համար, այդ օր հավաքում էին հարևաններով եւ ամբողջ օրը հացի օր էր։ Հաց ասենք այդ 500 հացը գրդմգում Մի ամսվա թխում էի։ Հա, դե թխում էին չորացնում են, որ դա ուտ էին արդեն, որովհետև ցախն վառելն էր թորնիրը պետք չկար ոչ մի բան վառելու։ Աթար էին վառում, հայթայթած, չգիտեմ, այնտեղ ցախը բանը դնում էին, վառում էին բան, որ կարողանային չէին կարող ամեն օր վառեին եւ թորնիրը տակացնելու համար դա պետք էր ժամանակ։ Ահա որ խուրձ ցախեր, փոլիներ, բան, մի անգամ վառում էին եւ մի 500 հաց էին թխում, մի 10-15 օր էթում էր այդ հացը բոլոր հարևաններին, ասենք դե այսօր մենք ունենք 100 հատը մերն է, 150 հատ են դրանցն է։ Լավաշը սենց վարդանում էի։ Դες հետարքից զբաղվածություն չկա երեխա։ Նայ մենք Դրա համար գաջետներ բաներ։ ինչն էր լավ, մենք այդ գունդը կրում էինք ու տենց արագ-արագ եմորսես գնդերը տանում էինք, կրում էինք, բան ու ախ էինք անում, սպասում էինք երբ պետք է այդ ամեն ինչը բրցնի, հացի բանը բրցնի, որովհետև ինչ է լինում։ Երեկոյան արդեն գալիս էր մի հատ ուրիշ պրազնիկ։ Այդ թոները որ արդեն տաքացված էր, հավաքում էին այդ թոներում, ոտեների տորը չէին կախում, հավաքում էին այդ թոներում, տղամարդիկ ասենք տնական արախը, կարտոշկի պլեջը, այդ տակ լավաշը տնական կարակով, ու ամենակարևորը այդ խոսակցությունները, չէ՞։ Արա այնքան բան կար խոսալու, ասենք նայեք այն ժամանակ այդքան սահմանափակ լինելով, չէ՞ դե այդքան նորություն չունենք, ինչքան որ հիմա ունենք նորություն, բայց այնքան բան կար խոսալու, այնքան այն պատմում բաներ ասում են, որ Իտալիայում սենց ասում են, որ Ամերիկան սենց ասում են Ամենակարևորը մենք ենք ու Ամերիկան։ Ինչեր է զերուցել եմ իմանամ, այդ ասում են ասում են։ Ո՞վ ասում։ Մարդը ընդհանրապես իման հանգապեր վերջը մեծ ով։ Այդ տոնիրում նստում եք այդ տոնիր մոնիրը բան հաջորդ օրը կներես արջան, հաջորդ օրը արդեն գալիս էր մի հատ ուրիշ բան։ Այդ որ տոնիրը ոտերնես դնում էին տոնիրի մեջ, կախում էին տոնիրի մեջ ու երեխեքով մենք մրոցի ենք խաղում, լոտոն, չգիտեմ, տունիկը, չմեկ որ մենք տան մեջ տունը, դուք սարքել եք տան մեջ հաջալներում, սարքում, դու մտնում էինք մեջը, պաղկվում էինք, չգիտես, կռիվ կինո էինք խաղում, ես մեր գյուղում, որ մենք խաղում էինք ընկերներով, որ մենք խաղում էինք, ես միշտ հրամանատարն էի Ես այդ խմբի հրամանատարն էի ու տենց մենք իհարկե տենց փետերով բաներ էինք սարքել ավտոմատներ sense հեծանիրի ակի այդ ռեզինը կտրում էինք sense այս ծերը փետեր դրած դնում էինք կամերի ռեզինը մի հատ փեդ էինք դնում մեջ sense լավ ֆրցնում էինք գործում էինք ֆռում էր այդ ձենը գալիս էր ավտոմատի ձեն էինք ստացել այս այդ գդերը կրելուց որ կնում էիք բոլորդ կնում էիք դու բնականաբար հումորներ էիր անում բայց մտքովդ անցնում էր որ դու դերասան կդառնաս ապա ես այդ ժամանակվանից արդեն այդ չէի կրում ամեն ինչ անում էի որ դե դու գեներալն էիր հասկացա բայց դու իրականում ես արդեն Ջեքսոնը իրականում Արշան ես 89 թվականին երբ որ առաջին անգամ լսեցի Ջեքսոն իրոք իմ ականջներին շատ ահավոր ձելի ծակեց տաղանդավոր մարդու այդ գեղեցիկ հնչյունները ու մեր հարևանետում եկել էին պարսկահայեր 89 թվական տոլի 90 թվական լավ չեմ կարող հիմա հիշել եկել էին պարսկահայեր իրանց մեքենայի մեջ Ջեքսոնի մի հատ երգ կար Ջեքսոնի երգն էր ինչքան հիշում եմ երևի թե Դիանա ոնց որ տենց ինչ-որ մի հատ բան չեմ կարող հիշել Երբ որ տենց մեքենայի մեջ իրանք տենց առավոտ ելում են այդ երեխեքները եկել էին Պարսկաստանից, այդ մենք որ բանամանդ այդ Պարսկ հայերը որ գալիս էին մեր հարևաններին, մենք բոլորս ուրախանում են, որովհետև բոլորից մի քիչ նաբաթ էր բերում հարևաններին, բրինձ, այդ պրազնիկ Պարսիկները գալիս էին մեզ բերում էին այդ հարևանին բերում էին լավ բաներ, մեր մոտ առայսօր, մինչ առայսօր հարևաններից ցավը տանեմ, ես այն երջանիկ տենցեմ, որ լավ հարևաններ եմ, թե գյուղում, թե այստեղ Երևանում Ես հարևաններին ասում եմ
Պես վերջին մի հատ հաղորդման ժամանակ էլ ես խոսեցի հարևաններիս մասին, այն երջանիկներից են, որ ես հիմա Երևանում գնում եմ հյուրախաղերի, իսկ ես շուշուտ եմ գնում։ Ես իմ բանալին տալիս եմ հարևաններիս մոտ։ Որ տունը չէ, մարդս, այսենց հարևան։ Ես հասկացա, որ դու ստանաս մենակ հարևաններին ես կանչելու հարսանիքիդ։ Այ հարևաններին չեմ։ Ուրեմն այդ ժամանակ լսեցի Ջեքսոն, ես մեքենայի մեջ yazեցի, ու իմ մոտ տպավորվեց, որ ես տենց անընդհատ բանի անում, սպասում էի ժամանակ երաշտային փոստարկղով ցույց էին տալի։ Անընդհատ սպասում էի, երբ պետք է գա այդ օրը, այդ ժամը, որ այդ երգը նայեմ, երբ դու Ջեքսին ես տեսնեի սևամորթ։ Երբ որ 90-ականներին արդեն տես մի քիչ ես գումար հայթայթեցի եւ գնացի VHS-ով ինձ առա վիդեոկասետա, դրեցի արդեն Ջեքսոնի Dangerous album-ով տեսա, ասեմ Ջեքսոնը սպիտակամորթ։ Մարի իմ բաներ եղել ոնց է, տղան սևամորթ է, ինձ ինչի սպիտակաբան, ու այն բանը աղբյուրները բան որ դենքան փողունի կաշին փոխել է, Աշխարհը գժվում է, աշխարհը գժվում է դրամանիկը կաշին փոխել է, նրանց չճանաչել։ Ժամանակ մեզ հիմա հասը սովորական է դարել համարյա ամեն ինչ։ Հիմա ապեր հիմա ամեն ինչն է սովորական, ոչ թե ամեն զարմացնելու բան Զարմացելու բան չկա։ Ես էլ չեմ զարմանա, հիմա ինչ որ լինի, ես էլ չեմ զարմանա, որ մենք միջև հաղորդմանը սկսել եմ մխիթար ժամ, որ քեզ սպասում ենք մի ժամ։ Անպայման, առիթը բաց չի տոնում, անպայման ասում է։ Մենք խոսում ենք, որ իրոք այսօր զարմացնելու ես գնում եմ Եվրոպա, Միացյալ Նահանգներ, արդեն ինձ դիմավորում է ռոբոտ։ Դե աուտոնավականում գալիս է ռոբոտը կանգնում է դիմացը, դու այդ QR կոդը դնում ես վրան, ինքը քո գեյթը բանը տանում է քեզ ընդեր, որտեղ որ դու պետք է գնաս, դու չես հարցնում շո մեկին գեյթ չնայած որ սաղ գրված է, սաղ կարտը։ Ձերքը չէ, գնում արդեն դու հետևից ուղղակի ինքը քեզ քիչ է մնացել, ու դու պետք է հասցնես, իսկ աուտոնավականը շատ մեծ են, չէ։ Ինքը քեզ ունեցավ, եթե մնաց 15 րոպե որ դու պետք է հասնես քո գեյթին, որ չգնես հավեսով մի հատ էս կոնֆետը, մի հատ էս խանութի մոտ, մի հատ էս ջուրը, մի հատ ծխելու տեղ մանգան այրն են, չէ, հիմնականում աուտոնավականում ծխելու Ես շատ վաղուց միջայլոց ցանկալի կնի որ դուք էլ թարգեք որովհետեւ Ես թարգացել ինչ եք ուրիշին հարստացնում մեզ սպանելը Զարմանալու մասին էին խոսում, զարմացել։ Ապեր հա տարավ այդ բան ու ես տենց ասում եմ հասկանում եք ուր ենք հասել արդեն մեզ արդեն դիմավորում է դի ժամանակին հիշում եք որ հերախոս բանը ժամացույցների վրա մոտ կնոպկա ասում եմ քեզ ինչ որ տեներ հանգամ երաշտություն չի մենք տենց ուրախանում ենք դες միշտ դնում ենք մոտիկ բաները երաժշտությունը բան հիմա ժամացույցով խոսում են հերախոսով կինո են նայում Լավ, բայց ասում են կարոտնել մի տեսակ մարդկանց ուրիշ ձև է դարը դրա լուծումը շատ պարզ է որովհետև առաջ մարդիկ ինչ որ մեկին տեսնելու կամ զանգելու կամ բան պիտի գնային պիտի տեսնեն Ցրտին քայլում ենք ավտոմատների բարեկամը Ռուսաստանում էր կամ Միացյալ Նահանգներում կամ ինչ որ միտեղ դու գնում ես պոստա սպասում էի ժամերով, հա, սպասում չորրորդ կաբինա, Ուլյանովսկի զանգը չորրորդ կաբինա, գնում էի այլ հարևաններ կաչում, լավ չէ լսում, կարոտ կար, դրա համար բարեկամներով գնում էին բարեկամին դիմավորել։ Ոնց գոռում էին, չէ՞։ Հիմա դու գզգացել եք, որ մենք գնում ենք հիմա էլ մենակ բանը ճանապարհ չեն ճանապարհում։ Դիմավորում են մենակ, ես ես վերջերս չեն Շատ ժամանակ չեն դիմավորում։ Հա, ինչի, որովհետև արդեն մարդկանց մոտ այդ հերախոսինքը որ եկավ, հայտնվեց այս սև արկղը ու միգուցե կարող ոմանց կյանքը փչացրեց կամ ոմանց ավելի լավ բան պարգևեց, բայց մարդիկ արդեն այդ բանը առնում են։ Զանգում ես, ուզում ես տեսնես, զանգում ես, ասենք, որտեղ ես ժամանակները Քանի թեմայի մեջ ենք մի հատ բան հասցեմ։ Օրինակ դու զարմանալուց եք խոսում։ Չզարմացա որ մտա ստեղծող այդ շահ։ Ես չգիտեմ, հա Ես չի շացես չտարավ տատիկի տուն, ինձ ձեր տուն, չէ, մենք շես դավտաներ չենք ունեցել։ Չէ, եկական գահույքը, հետո նայեցին այս բաները, այս սրանք նայեցին ասեցի բաբուջները։ Հա, ես ունեցել եմ։ Ոյ, ես բաբուջները բան եւ այլն։ Ես ունեցել եմ։ Նայ զարմացես, նայ շատ հավես է, երբ որ դու գալիս ես այսպես մի հատ լավ միջավայր կա, որտեղ որ դու նայ տարբեր սենյակներ, տարբեր տրամադրություն է, չէ՞, միտեղ ասենք ստալովայա, միտեղ քեզ ռեստորան է իշացնում, միտեղ վիրահատարան է, միտեղ ատամնաբուժի սեղանն է։ Ին ատամնաբուժի չէին ցավազրկում, ինչ ասես անում է։ Պլաստիկությամբ օղին ու այսքան կոնյակները որ լուրջ շատ լավ տեղ է ու ես ասում եմ մի քիչ էլ հեսա ցերտերն են գնի մի քիչ էլ ասում ասած խոսալու ընթացքում տեկուզ ներսում որ բողը գա սարդիելկա օղի ու թթու կայուն է նորմալ տյանենք նորմալ հայավարի տկավարի սարդիելկեն օղին ու թթուն ապեր
Ռաֆ ջան, ինձ կասես այդ գնդերի հետ կապված չէ, ոնց եղավ այդ Ջեքսոնին թողնենք մի կն, Ջեքսոնը բեմական է, բայց այդ դերասանական հարցերը էլի։ Ես իրականում երևի թե այդտենց եմ որ ասում եմ այդ լուսավոր աստղի տակ էի ծնվել ու ին ճանապարհից պետքա բերեր դեպի բեմ, ին ճանապարհից պետքա բերեր դեպի մեծն թատրոն, փոքրից ուրիշ ձև եմ եղել իրականում փոքր ժամանակվանից նմանակումներ, բարեկամների, հարևանների ես բազմիցս խոսել եմ այս թեմայի մասին ու 90-ականներին մենք քանի որ ոչ մի բան չկար անելու մենք գյուղերում գիշեր ճամբարներ կային որ յարդներով ճամբարներ էի սարքում բան կամպոտի վրա շատ անգամ ու տենց մեջտեղը ցույցը բարձր թելերը սենց անկիլստատ յարդները դրած մեր բակի ճամբար ամենալավ ճամբարներ գյուղի ինչի որովհետև այնտեղ ես էի ու մեր բակի բոլոր ապեր ամեն շաբաթ օրը ժամը 9-ին մենք շաբաթը մի անգամ ներկայացում էինք անում այդտեղ ներկայացում ոչ միայն ներկայացում ժամ ու կեսանոց ծրագիր ամբողջությամբ գյուղը գալիս էր ամբողջ գյուղը 95 արի մեր երեխեքը տեսնի գյուղը գալիս է մութ էր ցուրտ էր բան չկար կրակներ էին վառում ջահերով մարդ լուսավորում էինք հասկանում ես կամ որպես մի ժամ լույսը առաջին անգամ ես ապա մի ժամ որ տալիս էին լույսը մենք այդ ընթացքում փորձում էինք այդ ընթացքում դնենք որ որ հասցնում էր լվացք աներ կամ ինչ-որ մի բան աներ գոնե լույսի ժամանակ որ մենք կարողանայինք դինամիկը մեծ Որսես դինամիկը տալիս կամ մեծ բայց քիչ այսքան ծանր մենք անում ենք գյուղում ճամբարներ ու այդ ճամբարի գեղարվեստական ղեկավարը ես էի 10 տարեկան 8 տարեկան Երևան հայ բակի երեխաների հետ ներկայացնում ենք բարեկենդանը, քաչնազարը, տարբեր տեսակի հեքիաթներ ենք բեմադրում լուրեր գյուղի մասին, ասենք կորելա չգիտեմ, Հովել պապիկի կովը, այսօր Ալեքսան պապին տեսել են ասենց ինչ-որ գյուղի մասին նորություն։ Դու այն հումորային բաները բոլորս ապեր բոլորս նույնիսկ մեր այն ժամանակ դե մեր ամոնիրանք մեծ էի 10-րդ դասարանի ասենք բաները երեխաները մեր համար որտեղ մեծ մարդիկ էին ու հարգան կար պատիվ կար մենք տալիս էինք յանքսինոն խմբագրում էին որպեսզի մենք կարողանանք կարդանք բան տատի ենք ստանում չգիտեմ բան մեր միշտ հիշում ենք Սերոժիկը քրոջս տղան ապրում են Վրաստանում դու տատի խաղացել ես չէ մեր Սերոժիկը քրոջս տղան Վրաստանում են ապրում իրանք ամեն տարի ամռան գալիս էին գյուղ էլի ու երբ որ ինքը այդպես դե վաղ ժամանակ մենք անասուն էինք բամ ոչ խարենք բամ սալուցին զբաղվում եք գյուղատնտեսությամբ հա Սերոժ ինքը միշտ անասուններին ինքն էր բաղում ու միշտ փորձերին չէր հասցնում գար չէր կարողանում փորձերին գալ որտեղ ինքը անասնապահն էր այդ ռեջեխեն Վրաստանից գազե տատիկ պապիկի տուն հանգստանում էին բարձում էին կոբերին հանի բան երատար դաշտերում Սերոժը կանի որ փորձերին չէր հասցնում գար ու ինքն մի քիչ հայերեն լավ չէր խոսում դե Վրաստանից էլ եկել մենք յան միշտ տալիս էինք բանան Ձիու դեր, էշի դեր, ոչ խոսա, չէ, ես նստում ենք գրենք Քաշնազարն, ես նստում եմ գրեն այդ մենք Քաշնազարն, սենց բաներ ենք անում ու ես վերջես Սերոժն եկել հիշում ենք էլի, արա Սերոժ հիշում ես ասում բայց այդ ամի հիշի մեջ կար, ամբողջ գյուղը գալիս էր, ծափարություններ, ներկայացումներ Սիրուն ու ժամանակվանից իրոք ու ժամանակվանից հա դպրոցում էլ որ ասենք միջոցառում էր լինում ասենք պետքա խաղային ինչ-որ մի բան առաջին ինձ էին միշտ ասում որովհետև ասենք եթե պետք է լինեի ձմեռ պապի եթե պետք է լիներ գալ եթե պետք է լիներ ինչ-որ մաշտոցի մասին ինչ-որ բան էին անում պետք է խաղայի ես Մի փոքր բեսկից մաշնից Եմ ավտելինիկա պեշը մորը բաները կար Հիշում եք որտեղ Գորյուններ սերոժիկներ Չէ սերոժիկը դեռ չկար Չկար ժամանակ Նայ բաները մուրուկտեն այն ժամանակ բաներ թուղթ էս այս թղթերից Ալկոհոլ Սես դնում Սես կպցնում են, ես կամ տեղը տակում են Սե մաղիտում ներդում են Կամ թագիրում են Տոնածարը խաղալիքները ջարդում են կլեն Չգում են մեզ Սենց բաներով ու եկավ այդ էնորն եկավ որ ես պետքա իրոք դպրոցն ավարտեցի իսկ ես առաջին անգամ որ եկել եմ քաղաք դա իրոք եղել է շատ ուշ 98 թվականին
Հա, շատ ուշ է։ Շատ ուշ եմ եկել, Բայց քո տարիքը տես չի որ դու այդքան ուշ։ Նա կարող է եւ 80-ականներին Գնացել ես ծառայության։ Չէ, իմ հիշողությունների մեջ ավելի տպարվել է 98 թվականը։ Դե ես ասում եմ 8-8 տարին ով էլ գյուղից չէին կարող մեզ դուրս գայինք։ Հա։ Ես դուրս չեմ եկել գյուղից։ Վերջը աղբերներով հավաքվեցիք։ Նա 98 ոսկե աշուն բաները որ գալիս էին այս ժամանակ։ Բայց քաղաք որ դու գալիս ես քաղաք, դե այն ժամանակ ոսկե աշուն չէր։ Գյուղից ավտոբուսը բերում էր, անում ենք, ասենք մի հատ բան ստադիոնի դեմը մի հատ վատ մսով քյաբաբ էինք ուտում, մի հատ լիմոնադ էինք ուտում, դա պրոազնիկ էր, չէ։ Ոսկե աշուններ ոչ մի բան չէի լսում, բայց ուրախ անցնում մի հատ տոներ բաներամ։ Երևի խաշիզմը բաներ ճարը երևի ու 98 թվականին երբ որ ես եկա արդեն քաղաք թատերական ինստիտուտ ընդունվելու համար իրոք իմ համար ամենը չխորտել ես դու այդ ամենի մասին քանի տարեկան էր դա դե 18 տարեկան 17 տարեկան հա դե մխոջան լպատկեսա 81 թվականին ծնվել եմ այլև ասում ես մանուկ ասակում եկել եմ խոսքը տպավորված որ Երևանի մոտ տպավորվել է չէ՞ եկել են բան գնացել են հրապարակել են եկել տենց այն մի հար արչի մոտ ան Ուրեմն Ռաֆոն գալիս է թատերական ինստիտուտ մտնում է ու ասում է ես ուզում եմ ընդունվել այդ ժամանակներ Սոս Սարգսյանը հիմա ռեկտոր ինչ են ասում ես ու այդ տարին Ռաֆ չեն ընդունում դու պատկերացնում ես Ռաֆոյի համար դա ինչ մեծ հարված է չտացակպես ինձ չընդունեցին Արջան, այդ տարի ես եկա իրականում ես առաջին անգամ եկել էի ու այնց ստացվա որ ես իրոք եկել էի իմ մեղքի բաժինն էլ կա որովհետև երբ որ դու գալիս ես թատերական ինստիտուտ եւ պետք է ընդունվես շատ բաներ կար որ ես հետո եմ իմացել որ պետք է արվի դիպլոմներ գրականություն, իդեական, ոդիսական, հին հունական ողբերգություն, ամենը պետք է կարդաս, պետք է իմանաս, վերջ-վերջո դերասան ես, չէ։ Երբ որ ես եկա եւ ու ես միանգամից բախվեցի իրականության հետ որ դու քեզ նախ մնացա շատ քիչ մեկ ամսից քննություններն է ու դու մի ամիս բամնամսից պետք է պատրաստվես դա աբսուրդ իսկ քանի որ իմ մոտ բան կա տենց զարգացած ես կարող եմ լսեմ քեզանից մի բան ու քեզանից լավ ես դա ասեմ ես այդ ընթացքում որ երեխաները քննությանն էին պատրաստում թատերականում աժուտաժել գնալ գալիս ես լսում էի բոլորին որ ժամանակ չունեի սովորելու եւ իսկ այն ժամանակ ասենք մի կարդալու համար դու պետք է գնայր քսերոքսի տեղ ճարեիր էդի տաներ քսերոքսաներ այդ նույն քսերոքսը բերեր արդեն այնքան են քսերոքսանում որ չէի կարող կարդալ ջերերևում ինչա ոնց այդպես բադ պայմաններում ենք մեծացել հիմա է ամեն ինչ շատ հեշտ է ու ամեն ինչ ասանելի ու ինչ չընդունեցին ու ես թատերական ինստիտուտ չընդունեցին երջանկայի շաբաթ Սոս Սարգսյանը չընդունեց ոչ թե չընդունեցին այլ իրոք բալերը շերիկեց ես դերասանի վարպետությունը տվեցի շատ բարձր հարցազրույցից կտրվեցի ավելի շատ, որովհետև իրականում ինձ բաներ էին հարցնում քաղաքի մասին, որ ես չգիտեի քաղաքում ինչ թատրոններ կա, ինչ արձաններ կա, որ թատրոններն են, չեմ եղել։ Ես անկեղծ, շատ անկեղծ է որ գյուղի երեխա ու լավ գիտես որ ընդունեցի։ Հա, ու ասես ես չգիտեմ, քաղաքի մասին տեղյակ չեմ։ Ես չգիտեմ, դա անկեղծ ասել ես։ Բալերս չերիկեց ինձ ընդունվելու համար։ Զարմանալի է որ անկեղծությանդ համար բարձր չեն դրել։ Այսինքն պետք է անկեղծությանդ համար բարձր։ Չէ, բան չեն, չէ։ Իմ բալերը երիկեց վճարովի, իսկ վճարը այն ժամանակ դա առելի գումար էր։ Ոչ թե հիմա ասենք եթե ասում ես 600,000 դրամ, ասում ես դե լավ, դե մի ձև հայթայթ ենք այդ 600 այն ժամանակ լսել վճարի մասին թեկուզ 300,000 դրամ դա գիտես ինչ էր դա ամբողջ մի տարվա քո ապրուստը քո չէ ընտանիքիդ բյուջեն 300,000 դրամ ու ես կտրվեցի եւ գնացի ծառայելու հայոց բանակին ծառայել եմ եղնիկներում 2 տարի պատվով ծառայել եմ պարտքս տվել եմ հայրենիքին 2 տարի ախր ծառայությունները են ժամանակ դժվար էլի գնաս համարը նույն թվականին ծառայ գնաս ու չիմանաս ուր ես գնում ոչ խաբար կա ոչ քեզ ասում են դու տանում են Ղարաբաղ որտեղ ոնց ինչի համար ես գնացել եմ ծառայության ադի ժամանակ անցել է նոր տենց չերեզով իմացել են մերոնք որ ես երրորդ եղնիկներում եմ երրորդ բատալյոն եւ այլն հայլի այն ժամանակ որ բլինդաժը մենք նստել ենք իսկ բլինդաժը այսքան էր ու վատ պայմաններ իրոք շատ վատ պայմաններ անհետ կորած հա վատ պայմաններ ու երբ որ ինչ-որ մեկին նամակ են գալի 12 հոգով էինք այդ նույն բլինդաժում խրամատը պահում քանի հոգով 12 հոգով Հա, 12 հոգի ենք այդ բլինդաժում, ասենք մեզանից մի կիլոմետրերով էլի մի հատ բլինդաժ կար, ընդեղ են 12 հոգի։ Մենք ասենք այդ 12 հոգով որ նստած ենք լինում, բլինդաժում ինչ որ մեկի նամակ էր գալի։ Այդ ինչ որ մեկը բարձր կարդում էր,
նամակը տնեցիկ նամակ էին ուղարկի ու մենք բոլորս լսում էինք այդ նամակը ու բամեն մեկս բան ենք անում որ էսին մաման է գրել պապան է գրել ամեն մեկս այսպես ու ծառայեցինք ես ծառայեցի ավարտեցի իմ ծառայությունը Բրավ բայց մի հատ ծառայության մասին էլ ասա այդ խրամատերում որտես նստած էիք Էլի գիտեմ որ քեզնով պայմանավորված ուրախ է անցել լավ է անցել երկում էինք մենք հասկացար ինչ նկատի մենք երկում էինք բարում ենք մի հատ բան կար մենք տենց որ Ինչ եմ ասում քեզնով, որտեղ դու այդ կարողանում ես այդ մթնոլորտը ստեղծել։ Քիչ առաջ ամենասկզբում մթնոլորտի հարցը, չէ՞։ Սա 20 օր մնում էինք պոստերում, 10 օր իջնում էինք բատալյոն, որպեսզի լողանանք, մակրում բայց ինչ լողանալ, գնում ենք ամառն այլ, որ դեռ գետը կար։ Իսկ ձմեռն էլ լողանալու համար սրա կեսով այդ մի հատ բանյա էր, բանը տակածում էին այդ բանը, այդ շատակապ կեսը չէին ասեն լողանալ, որտեղ ոչքեն չէր տականում, շուտ էր պրստում ջուրը եւ դե հո եկան որ վատ պայման, իրոք վատ պայմաններ, իրոք շատ վատ պայմաններ։ Ու այդ 10 օրվա մեջ որ իջնում էինք, դե ինձ բոյով էին ասում, բոյով էի, ամեն մեկի մի հատ մականն էին։ Մեր բանը հետ մի հատ տղա կար, սրտի արիթմիա ուներ ու մենք յան ածականա դրինք ինֆարկտ։ Այդ տղուն մենք ուղղակի երկու տարի սպասում։ երկու տարի մենք ուղղակի այդ տղուն հիշացնում ենք, որ դու ինֆարկտ ես ստանալ։ Ասենք կարա չանո դրին վար։ Երկու տարի տղեն գիտենք որ սրտի արիթմիա մենք ինֆարկտ արի։ Բայց հետաքրքիր է։ Ինֆարկտ ես մոտ։ Այս դեպքում հետաքրքիր է որ ինքը ծառայում էր։ ու Այդ 10 օրը որ մենք մնում էինք երկու տարի նորում ենք գալիս են տարբեր ինձ բոյով էին ասում ու մենք այդ 10 օրը որ իջնում էինք ինչ-որ բաներ էինք այնտեղ բեմադրում ինչ-որ բաներ էինք անում որ երեկոն ուրախ անցնի դժում էինք ասենք beatbox անող մի հատ տղա կար մի հատ եզդի ընկերուն էինք շատ լավ երգում էր ասենք երգում էր մեկը beatbox-ի անում այդ beatbox-ի տակ ինչ-որ բաներ էինք ագել Դրանք շուտ Michael Jackson-ը էր արել դե հա ինչ-որ This barra que moane deiro. Só gidem es anlarım gidem mi? Bana çem ya sağabeler tasamını diyor no. O işler işte. Anların lezzetini var ya şer protein. Protein var. Just bana ilk uzaklara kosmun. O es rafın orası zalgatana kan lezzet gitti. Ben bana dedi. Ուտենց ծառայեցի, ավարտեցի։ Զինվոր էր թե հրամանատար։ Չէ, ես զինվոր եղա վերջի 6 ամսում եղա դասակի հրամանատար։ Այդ էի ասում։ Վերջի 6 ամսում ես եղա դասակի հրամանատար, լավ ծառայելու համար, կարգապահ ծառայելու համար եղա դասակի հրամանատար։ Առ այսօր ոմանց հետ շփվում եմ, ոմանց հետ կապը չկա, բայց ասում եմ, երբ որ մեկս մյուսին տենում ենք, դե արդեն անցել է 25 տարի անցել է, իրոք 24 տարին ծառայությունից անցել է։ Ոմանց հետ շփումը կա, ոմանց հետ կապը կա, տենում ենք, հանդիպում ենք, նստում ենք, խոսում ենք, շփվում ենք։ Ես վերջերս էլ իմ ընկերներից մեկը զանգեց, ասում եմ, «Մատ ուզեմ տենամ ձերից կճանաչես, բայց այս մարդն է»։ Որ ասում եմ, որ ասես մի անգամից, միանգամից 24 տարի հետ գնացի, ձենդ միանգամից զնգած ապարչնից։ Ես ճանաչել, որ դիվիտանը չի ձեր։ Դե, հապեր, հա, ժամանակ Առաջին արիք այսինքն Գավերիտ մասմա։ Իմիջերից դիվիտանացիր իշեցի։ Այս վերջերս մի հատ բան հեսա որ վերջացնենք, երբ որ դու գրում ես ինչ-որ մի տեղ կա, դե գրում ես այսօրվա օրը ու այսօրվա բանը, ամսաթիվը, բերում է լիվիտանը այսօր ինչա ասը, պատերազմի ժամանակ։ Լավ էլի։ Նոյեմբերի 5-ին լիվիտանը ինչ ասէ, գավերիտ մասկա, այսօր դոլարի կուրս։ Ինչ-որ ասել է, ճակում ես այդ ժամանակ տենց ծրագիրի կա, իմիջերոց տեղ եթե լիվիտանի ձելը չկա, չնայած այս 90-ական բան է սովետ, բայց կարա ստել լիվիտանի ձայնել։ Կարա լավ միտք է։ Հա, լիվիտան։ Այստեղ են որ ասած որ քեֆի բանը ժամանակում մենք մազնես կանգնի սենց գավերիտ մասկվա։ Ինքը մի դեժավյու բան կա։ Ժամանակ բայց ստեղ բանը դու հիշում ես խոսում է Ամերիկայից այնը Հիմա չէ, հիմա նայ նույնիսկ էստեղ որ մենք գալիս ենք նայ մտել ենք էստեղ չէ նայ ինչ-որ կոմֆորտ կա բան կա բայց միևնույնն է քեզ էլի մի տեսակ նատուրից ձևա դու էստեղ չես կարող էլ համակերպվես եկեք իրականությանը չեն կարող մենք հիմա ասես պայմաններում մենք ստեղ կարող ենք գալ վայելել բայց չեն կարող մենք ստեղ հիմա ամեն ինչ մինիմալիստական ասածիքը չի։ Հա, պայմանները բան է, հասկանում ես, պայմանները բան է, բայց այն ժամանակ սա մեր համար իդեալական էր, ժամանակ սա մեր համար խություն էր,
ֆիլմային էլ այն ժամանակ այս ամեն ինչը մեր համար հասանելի բան էր։ Հարուստի տուն Հարուստի մենք այն ժամանակ 90-ականներին մեր բարեկամի երեխուն Ռուսաստանից դենձի էին բերել, դենձի, շնեք որ խաղում էին, երկոքի են խաղում։ Ու որ չգիտես ինչի միշտ ծնողները չէին թողում, չէ՞ շատ խաղային։ Գեժամը գնում էինք այնտեղ, սաղերը հետով նստում էինք, մեկը խաղում էր, մնացը նայում են ու բանը, մի հատ կնոպկեն որ դու սխմի ուրախանում ես, դու կոմեր լից կոր, դենձի կնոպկեն սխմել ես։ Ու մի հատ բան կար, Սուպեր Մարիո։ Դա մեր համար որ գնալ ամեն օր ժամը 5-ից մինչև ժամը 6-ը այդ մարդու տունը դենձին ուղակի նայել։ Ապա մենք 90-ականներին 94 թվականին հերոստացույց գնացինք GVC, հիշում եք այն ժամանակը GVC հերոստացույց գնացինք, ապա մենք ամեն անգամ որ նայում էինք վերջացնում էինք այդ բանը, կար ժամ որ պետք է անջատվեր։ Մեկին պետք է անջատել, այն ժամանակ այս տելևիզորները շատ չեն սիրում, ասած բան կա, ու մենք լամպը վիա, ինքը չի, ինքը կփչանա, իրան պետք է 3 ժամ բար, ու մենք 3 ժամ հետո պետք է անջատենք, շատ աշխատել, բան անջատել, չգիտեմ, պետք է անջատել, ով էր դա, կրդնել դա բան, ինչ արել։ Ապա հիշում եք որ հերոստացույց երբ որ անջատում էին երեկոյան, ծածկում էինք շորով, շատ հերոստացույցին։ Հոշին միշտ մաքրում ենք հերոստացույցի վրա։ Ես մեր տամպուլտը, հենց հիմա մեր տամպուլտը այնքան չեմ միացել, շիրայա բռնել վրենա։ Իսկ այն ժամանակ 90-ականները, 80-ականների վերջ 90-ականները իրոք ամեն ինչն էր զարմանալի, ամեն ինչը զարմանալի էր։ Առաջին խնամք էր, վերաբերմունք էր, հիշում եք որ մեքենա լվալը դա բան էր, որ դու մեքենան լվալը բան, ծիսա կատարություն էր դառնում։ Հա, բանը ոնց ասեմ, ավտոմատ փոխանցման տուփով մեքենա առաջին անգամ մտավ մեր գյուղ։ Մենք բոլորս զարմացել ենք ոնց կարա, դες առանց ոչ մի բանի, ուղղակի ու ասում ենք վրանի տակ հարսանիք ելել ես, հա, վրանի տակ հարսանիք ելել ես։ 94 թվականին հոպարեստող հարսանիքը 4 օր խաշով, մսացիով այդ կովին ես նույնիսկ դրա մասին ներկայացնում։ Այդ մասը, ասես գյուղը այդ ովը մորտել է, մսացում, բարեկամները գալը, ով տունը պետք է մնա, ամբողջ բարեկամները որ գալիս էին տարբեր տեղերից գծա։ Սա գյուղում ասեն մեր տունը 5 հոգի կգա կմնա, մեր տունը 10 հոգի կմնա, սա այդպես մնում էին ու պրազնիկ էր։ Ու մենք փոխարում էինք ու արա որ նայում ես հիմա այդ 13 տարեկան ես եղել։ վիդեո կասետաները որ նայում ենք փոքր երեխաներին, արա իրոք սեղանային է բան չկար, այդ կով ասենք դե մորթել է, մի հատ կոբի 200 կիլո միս է արտա։ 4 օր ուտում ենք։ 4 օր միսն ու կարտոշկեն, այս կար տրամադրություն կար, բարում էին նվագում էին բան ու կոտորում էին դու մեզ չորկեկով բան տրաշով սաղս զվեք հարսը պես է ու բայց կար տրամադրություն, կար ուրախություն, որովհետև այն ժամանակ առիթից առիթ էր հարսանիքը տարին մի անգամ էր լինում, ծնունդը ուրիշ ձև էր նշվում, հիմա է որ ամեն ինչ կա, ամեն օր դու հարսանիքի կնունքի ծնունդի ու ամեն ինչի մեջ ես, դրա համար հիմա դա դարձես սովորական բան։ Շաբաշները տալիս էին, երբ որ բանը նվագողներն էր մնում երբ որ փողը փոխվեց, արդեն դրամն եկավ լույս աշխարհ, ռուբլիներ կային շատ, չգիտենք ինչ անենք, ու մենք դեռ ժամանակ անում ենք այդ ռուբլիները ցած երեխային, ցած բաներ դու հավաքում են, դա մեծ ուղղտա էլի դա իրոք այդպես բաներ ա եղել 90-ականներին ես իրականում ես շատ էլի եմ ասում ես շատ գոհ եմ չհաշվի չառնալով այն անգամանքը որ իրոք մեր ծնողները մեր համար հայթայթել են ամրոսման կյանքի մահվան պայքարի բաներ էլի ինչ կերակրել ընտանիքին ոնց պահել ինչ հագցնել փառք Աստծո ասում ես այն երջանիկներից են որ սոված չեմ քնել ճղած շորերով դպրոց չեմ գնացել չնայած ճիշտ է ես էլ իմ ներկայացում մեջ դրա մասին խոսել եմ շոլկի չալվարների հայտ եկավ հիշում եք կոստյումներ բան 90-ականների կեսերին շոլկվի կարմիր գույներով այս պիջակը տենում եք այս պիջակի գույնի բաներ կար շալվարներ եւ ինչ-որ շոլկվի տենց մոդել գիտես մենք փափուկ է ինքս հեջի մոդ այդ մի հատ շոլկվի շալվար արել որ 8 տարի պետք է հագնել մոդ գնացել ենք մոդի կանգնեցի փեջի կահարմիր էր որ շատ եմ արա հալվա ու ես տենց տարան կարելու
բլանդեցին, կրկվավ։ Այս մի ոտը նեղացել էր։ Այս մի ոտը լեն էր, այս մի ոտը նեղ։ Ես այդպես հակած գնում եմ դասի։ Ու դա նորմալ էր, ոչ ոք չէր ասում, ես ինչա հակել էսի, ինչի այսա, որտեվ այն ժամանակը տենց էր։ Այն ժամանակ էր տենց։ Հիմա ես մի հատ բան ասեմ, այնպես լավ էր, ես վերջին ես գնացի մեր գյուղ դպրոց Իսկ ես շատ կապված եմ մեր գյուղի հետ, էլի առ այսօր։ Այո, դու շատ կապված ես, ես գիտեմ։ Ու բարձրաձայնում եմ, որ հայ շատ եմ սիրում իմ գյուղը, շատ։ Երբ որ ես ազատ ժամանակ ունեմ, ես պետք է գնամ գյուղ, որտեղ Ու ամեն տարի մի բան ավելացնում է տան վրա, հայրական։ Ոչ միայն տան վրա, գյուղում։ Հիմա այ օրինակ մի քանի օրից ես գյուղում ընկերներիս հետ միասին ծառատունք եմ կազմակերպել, այստեղ տղեկ ես գառը առնում եմ, ես օղին բերում եմ, չնայած ասում եմ օղին լիքն է, բան, սա։ Ու տնկիները բերում են։ Տնկիները կա, արտենիա պատրաստացում են բարդիները, ուռիները, բան Մենք բան են կազմակերպել ծառատուն գյուղում միջև գերեզմանատուն մենք ծառատուն ենք կազմակերպել եկեք ինձ վիդեոն են ուղարկել որ նայ մենք արդեն առուն քաշել ենք քեզ ենք սպասում կգնանք ծառատուկը կանենք մի հատ գառը կուտենք խմենք եւ կանենք դա արդեն դառնում է երեխաները որ նայում են գյուղի երեխաները որ նայում են դա դառնում է օրինակ արդեն այդ երեխան տենում է որ ասենք ամեն ինչ անում են ասենք գյուղում մեր գյուղում փորձում եմ ամեն ինչ լինի որ sense հավաքվենք Իմիջալը շատ լավ գյուղ է։ Համախմբված գյուղ է, ես չգիտեմ ուրիշ գյուղերը ոնց են, Արմավիրի մարզ գյուղն են ուղի։ Ես չգիտեմ, կարող է եւ ծառատունքի ժամանակ պես կանչես։ Հա, ուրիշ գյուղերում էլ ատես, բայց Աստված մի արասի, եթե դժբախտ պատահար է լինում, մարդ է մանում, ամբողջ գյուղը կանգնած է։ Ամբողջ գյուղը 2 օրը, ամբողջ գյուղը կգնա կգա, ինչ որ մի բանով կօգնի, գումար են հավաքում որը շատ նորմալ է, ով ինչքան կարա։ Մնացել է տավանը, գումար հավաք։ Որի գնում ասիք գրվում ասենք Յանոսյան Ռաֆայել 3000 դրամ, Մուրադյան Ջանիկ 5000 դրամ։ Դա վաղուց եղել է մինչև գրվում, նայ, որովհետև այդ մարդը իրոք հավաքվում ասենք չգիտեմ, հավաքվեց 200-300 հազար դրամ։ Դա իրոք մի հատ բան է այդ մարդկանց համար։ Թաղման ու բանը ասենք եթե մարդը չունի էլ, ի վիճակի չի հոգի հացին բանի տալու համար, չնայած մարդ չկա որ չի անում են բոլորը գյուղելի հավաքվի, էլի կոքնի, էլի ամեն ինչ կանի, համախմբված երիտասարդները կգնան, դիակը կտանեն մինչև գերեզմանատուն, ուզեմ ասել հարսանիքների մասին էլ խոսք չկա, եթե հրավիրված էլ չի ասեն գյուղացին ինչ-որ բացի մեկա գնալը, մղջան, ասենք Իմ հարսանիքն է, ես ասենք մղջան ըմբռնումով մոտեցի, քեզ չեմ կարող կաչեմ, որովհետև սրանտեղ չկա, բայց մխոն ու հարութը ու մնացած ովքեր որ չեն եկել, գյուղում սեղան է գցված, ինչ որ մեկի տանը են նշում են ապերին այդ արսը։ Այսի պիտի պատմեմ Արտաշատցում։ Պատմությունն եմ պատմում, որ մեր Արտաշատցին դες խորոված է, անվան էս հարևաններ քրված են իրար հետ, բան դες փաշտ չեն, ասում դենա մի կտոր խորոված ոնց անեմ, էլի տենց մտնեմ տուն հրավիրի բան դվեց հետը, հա, գնում է դուրը բասում, Կյարտաշ, ասում, ինչի էլի, ասում Ձեր շունի մուրակը տարի, վերցիրի, մեր շունը պլոտիկ, ինչ ես, կացա, չմեր շունը պլոտիկ, ինչ ես, էտ եմ ուզում ասեմ, գյուղում վերադարան գնացի գյուղ ես վերջում դպրոցի շքամուտքը անմխիտար վիճակում են և փորձեցի օգնեմ և շքամուտքը ամբողջությամբ վերանորոգվավ և տենց նոր շքամուտք ունեցավ մեր դպրոցը տեսա մի բան, բոլորը մի ունիֆորմայով էին մեր դպրոցում բոլոր երեխաները ունիֆորմայով ինչպես մենք էինք ժամանակին ինչ-որ ձև են մշակված բչկան, ասենք ժիլետը, սառոչկան, տղաներն են նույն ձև ունենց միացես բան եղա իմ մոտ, որ չկա ընդեղ էլ էտի վայեսի մի քիչ շատ ունի ինքը iPhone 16-ը այն բանը չկար ու իրոք շնորհակալություն ընկեր Պողոսյանին մեր դպրոցի տնօրենին որ այդ կարգապահությունը դպրոցում մտել արդեն դպրոցի բակը փակվում է երեխաներով արդեն շաբաթօրակներ են կազմակերպում դպրոցում ծառատունք են անում մաքրում են չափառը նայեցի ուրախացա ու դա արդեն ինձ համար ոնց ասեմ ես ոգևորվում եմ տեսա ոգևորվեցի ու գնացի ասեցի ինչով որ կարող եմ
իմացել։ Այդ ժամանակ չես ասում, ինչի է, սենց ինչի է, թողեմ գնամ ստեղից։ Ամեն ինչը որ դառնում է ավելի կոկիկ, ավելի բարե, նպաստ պայմաններ է ստեղծում։ Գյուղը շաբաթօրյակն է կազմակերպվում արդեն։ Այդտեղ չեն փախում գյուղից։ Ինչքան գյուղեր կան մարդիկ փախում են ընդեղից։ Ինչքան հենց Երևանից էլ շատերը ասում են, «Ալը սենց այն ինեցա տողնում գնում են»։ Բայց արյուտես եկեք լավ անենք, եկեք լավ բան անենք։ Մեր գյուղում այս տարի ասֆալտը թազա այդ կենտրոնական մայրովի ասֆալտա պատեցին, դե ես այդ ժամանակ գյուղում էի, իմ ամառային հանգիստ էի անցկացնում, ամեն անգամ երբ որ գնում էի այդ շինարարների մոտ, ճանապարհաշինարարների մոտ որ գնում էի, ասում են ինչա պակասպան, ասում են ապեր դե ձեր գյուղում, ասում որտե կանգնում ենք, ապեր գյուղացի մեկը ջուր էր բերում, մեկը որտե հենց ջուր էր, մեկը ջուր է տալի, մեկը ասում է պերևին բան չտեք, ես հասկանում ես։ Այնց է ուրախանում, որ տենց Սես մի հատ բան է, նորից մարդկանց մոտ բանը արտնացել մարդկանց մոտ, էլի մարդիկ օգնում են, այս բառը ասում եմ, մի տեսակ ասում եմ, օտալեզվա, քյոմագենիալ լինում, հասկանում ես։ Բոլորն գիտեն այդ բառը։ Քյոմագեն լինում, ու տենց մեկը մեկին օգնում ու ծաղկում է, հա, օրինակ կդառնա, արդեն երեխան որ տեսնում է, արդեն պատուանը ջարդած չի, ծառը ջարդված չի, կամ չգիտեմ, մի բանը կոտրված չի, մաքուր է, ինքը մաքուր էլ պահում է, ու տենց սովորում է։ Շերտայական գնում է։ Հա, ոնց, սերունդը, մեր ժամանակ ոնց էր, ասենք 90-ականներին, եկեք անկեղծ լինենք։ Մեր ժամանակ։ Հա, մեր ժամանակ ոնց է։ 90-ականներին ինչքան էլ որ մենք սիրեինք, ասենք, այդ նույն 90-ականների հետ մեզ որ ասում են գնացեք Տերևա բանը, Տերևա հավաք, դեղ են։ Հա, ծառատունք, շաբաթօրյա։ Բայց միևնույն է, մեր մեջ մի հատ ուրիշ բան կար, չէ՞։ Գույքին, ապրանքին լավ չէինք վերաբերվում։ Կոտրում էինք, գնում էինք պղինձ էինք գողանում, ձուլում էինք տանում էինք, հա, այդ էր հիմա, այդ ժամանակ այդ էր։ Ժամանակ բոլորն էին գողանում։ Այդ ժամանակ գողացան ու սովորել են, չէ՞, գողանում։ Այդ ժամանակ գողանում էին մենք եւ բոլորը։ Այդ ժամանակ գողանում էին։ Մեր մանկությունն էլ գողացան։ Հա, էլի։ Հիմա ժամանակն ուրիշ ձև է դարձել արդեն։ Իրականում որ խոսում ես այդ 90-ականներից ուրիշ բաներ, հիշում եք այն ժամանակ մեկը վիդեո տունը վիդեո ուներ, վիդեո կասետայով Բրուս Լի կամ Վան Դամի բանը թարգմանել, բայց դա մեր համար հաճելի էր ապել, մենք գնում էինք, նայում էինք, ու հաջորդ օրը դրա համար մի հատ ծեծ էինք ուտում, մաման ծեծում, որտեղ մենք գնացել ենք խուժանական կինո էինք նայել թաքուն, ես մի հատ բան կար, հիշում եք, որ Բրուս Լի կինոն դա խուժանական կինո էր, որտեղ դրա մեջ մի հատ պահ կար, երբ որ Բրուս Լին աղջիկան զես բաներ անում, դա խուժանական էր։ Իսկ մաման է դպրոցում ասեն գնացել են ձեր երեխաները նստեք կամոն Ռաֆոն Սմբատը գնացել են դպրոցում դա դիրեկտորը կանչում են մեզ որ գնացել են թաթուլ ձաձայստում վիդեոկասետով բանը Վանդամի կինոն նայել կաբել որ խոսքոնական դեռ գալիս են աղջիկա ուսը բացվում է բա այդ ինչ է հասկանում ես ինչ է մեզի դրա համար մի հատ դպրոցում էին ծեծում Հետո մամային պապային կանչում էին մի հատ դպրոցում թուկումուր էին տալի հետո մաման պապան թուկումուրը հասկացել էին մի հատ դպրոցում դու էին ծեծում ապա դու այդ վիդեոկասետ կնայել վիդեոկասետ Ծեծված 90-ական։ Հա տենց է։ Վախենալու էր, մենք վախում ենք, եթե մի բան պետք է անենք, մենք չէ, ժամանակ վախերը շատ էին։ Հա, որովհետև բոբո ձազը հիշում եք այն ժամանակներն են։ Բոբո ձազը վերջում բանը, որ բան մի արա թե չէ, այս մեշոկ պապին քեզ գա։ Ինչի՞ մեշոկ պապին կանցին, չէ՞, խապում։ Ինչի՞ են, հա, էլի։ Չէ։ Իսկ մենք ձմեր պապին էին, հիմա մոտ կոտրվեց ամեն ինչը, որ երբ որ ես մեր դպրոցում տեսա մեր դպրոցի հավաքարը ձմեր պապին էր։ Իմ մոտ կոտրվեց այդ ամեն ինչը, հասկացա որ ձեր հավաքարն է դպրոցի։ Դպրոցի բան հավաքարը տարի ձմեր պապին ես։ Էլիս է ստամբոլում։ Բաժան երեք խոնել բանը։ Հա, բայց դու պատահեց։ Հա։ Գիտես ախր։ Դու դու Շատ է, ես հավաքարը։ Միկրոֆոնը ցնգալ, չէ։ Ունեք հարցեր տալու։ Հա, Դավայս։ Ես հարցեր չունեմ, բայց շատ կարևոր բան չի ասեմ, ինֆորմացիայի տեսակետից, չնայած բոլորը գիտեն դրա մասին, ինչ լավ որ Ռաֆոն չընդունվեց թատերական ինստիտուտ, հիմա ասեմ վերադառնում ենք դեպի թատերական։ Չէ, հիմա ասեմ ինչի, որ դե 90-ականներն էին մեկը թատերական ինստիտուտը, շատ ես ավարտել եմ թատերական ինստիտուտը, բայց Ռաֆոն այնքան լավ որ չընդունվեց, ու ինչ լավ որ Ռաֆոն այս sense իր Եվ տաղանդիկ պիտի ասեմ, առանց թաքցնելու եւ իր աշխատասիրության շնորհիվ ինքը շատ դերասաններից նույնիսկ թատերական ավարտած նույնիսկ ինքը
Բարձր, կեցես եւ։ Շնորհակալ եմ, շատ բարձր չեմ ոչ մեկի, դες ամեն մեկն իր տեղն ունի, մղջան, բայց ուղղակի, հա, դու ճիշտ ես, քո հետ համաձայն եմ։ Երևի երբ որ ընդունում էի թատերական ինստիտուտ, կարող կյանքս ու իմ ընդհանրապես իմ ձևը ուրիշ ձև դառնան։ Բայց ասում եմ, այն երջանիկներից եմ, ով բարձրաս տանում, լավ ընկերների, լավ նոր միջև հաղորդումը սկսել է, ինչպես որ մենք հիշեցին մեր առաջին հանդիպումը խաշ ուտելը։ Գնացինք խաշ ձեր մեջ թողել։ Չկար, փող չկար, հազիվ հայտայտած 6000 դրամ փող գտանք, մխոյին ասենք մխ կարի գնանք խաշ ուտելու, գնացինք մխոյի հետ խաշ ուտելու, որտեվ էխո մխոյի հետ ես խաշ եմ կեր եւ ես գյուղում պատբուրես էխո մխոյին ճանաչում եմ էլի, չի մի հատ էլ էխո մխոյի հետ խաշ եմ կերել։ Հասկանում ես, դա ուրիշ ձևի բան էր ապեր, այն ժամանակ ուրիշ ձև էր այդ ամեն ինչ, այն ժամանակ Բայց ինչ լավ է մենք ընկերացանք։ Ու ընկերացանք, հարու մենք ընկերացանք իարե, տնես լավ էր, որ մենք իրոք ընկերացանք ու մենք ընկերներ ենք առ այսօր։ 20 տարի է անցել արդեն։ 20 տարի է մենք ճանաչում ենք իրար։ Մեր 20 տարվա մեջ մեր հարաբերությունները մի վայրկյան չի նահանջել։ 20 տարվա մեջ մենք մեկս մյուսի հաջող ես հանգիստ կարողանում եմ զանգել մխոյին ցանկացած հարցով։ Մխոն հանգիստ կարողանում է զանգի ինձ, չնայած ես չեմ պատասխանում, էլի ցանկացած հարց։ Մի հատ բան հարցնեմ, այն դեռ չես կարծում, որ դա նաև այդ մեջ մանկությունից եկած, տեսած, զգացած, քո ասած միասին գունդեր կրում էինք, բան չգիտես ինչ։ Մի հատ բան կա, մենք ուրեմն իրար հետ իրար մեջ ինչ-որ բան ենք տեսել, միանման, հա։ Մենք միանման բան ենք տեսել, դրա համար մենք այսօր իրար հետ կարողանում ենք ընկերություն անել։ Մենք այսօր կարողանում ենք իրար հետ ոչ թե ընկերություն անել ու նստել սեղանի շուրջ, մենք բեմում ենք իրար հետ ընկերություն անում, որը որ շատ կարևոր է։ Երբ որ մենք բեմում ընկերներ չլինենք, մենք չենք կարող դառնալ լավ դերասաններ, որովհետև մենք չենք նախանձում իրար բեմում։ Մենք բեմում իրար չենք նախանձում, հակառակը մենք իրար օգնում ենք։ Ոմագ ենք լինում նույնիսկ բեմում։ Գիտես, արի այս պահին խմենք այն ինչ որ մենք տեսել ենք, այն ինչ որ մենք ապրել ենք, ու այն ինչ որ հիմա ուզում ենք ապրենք, թող թողնեն ապրենք։ Ես ուզում եմ իսկականից ասում եմ։ Իմ դատար չի հեսակամ։ Ես ուրախ եմ, որ ծնվել եմ 81 թվականին։ Ես ուրախ եմ, որ իմ մանկությունն անցել է 80-ականների վերջ, 90-ականների սկիզբ։ Ես ուրախ եմ, որ ձգտումս ու ես ամեն ինչը ինձ 2000-ականներին տվեց եւ ես հասկացա ու ես եկա մի հատ ուրիշ տեղ գյուղից եկա բարձրահարկ շենքեր եւ ասֆալտ տեսա ու նոր մարդկանց հետ ճանաչեցի։ Ես ուրախ եմ, որ ապրում եմ հիմա, ես ուրախ եմ, որ ապրելու եմ հետո։ Ապրես։ Ինչի, որովհետեւ մենք բոլորս այն երջանիկներից ենք, որ այսօրը պատմություն է դառնալու 20 տարի հետո մի հատ ուրիշ սերունդի համար։ Իսկ մենք բոլորս այն երջանիկներից ենք, որ այդ պատմության մեջ ենք, լավ ու վատի մասին չեմ ուզում խոսել։ Ես լավատես եմ։ Այս պատմության կրողներն ենք մենք։ Այո, եւ փոքրիկ դերակատարում ունենք։ Փոքրիկ մեր լուման ունենք այս ամեն ինչի մեջ։ Վաղը չեմ իսօր մեր մասին, եթե սենց կհիշեն կամ սենց կհիշեն, կարևոր չի, կարևորը մեզի կհիշեն ու երևի թե մեր մասն են իժանի բան, տասը։ Լավ, նորակալություն որ եկար, ապրես ընկերս։ Ապրեք, որ ես լավ կոլորիտ եք ստեղծել, ապրեք, որ ես լավ միջավայր եք ստեղծել, ապրեք, որ նայեք մթնոլորտը քեզ անկախ քեզանից տանում է ինչ ուզում ես տանում անդեղ։ Նայեք մենք այս պահին ոչ ուշադիր եք, բայ մեր հեռախոսին զանգ եկավ, չէ՞, զանգեց։ Մենք մի հատ տեղ ենք, գունդ էին կրում իրար հետ։ Ես մի հատ բան ասեմ։ Գնամ Միացյալ Նահանգներ, գամ ստեղ խաշ են կազմակերպում։ Ամեն։ Խմի ջարն ու ջուրնա։ Խմի։ 100%։ Լավն է ջարն ու ջուրը։ Վատը։